մի կին, որ ծանր վիճակի մեջ էր, մահամերձ էր, պիտի մահանար, եւ երբ իրեն այդ մասին բացահայտ ասվեց, որ գիտես, քո վիճակը ծանր է, բժիշկները քեզ չեն կարողանում օգնել, դեղերը չեն կարողանում օգնել, եւ միայն Աստված կարող է քեզ օգնել։ Բնական է, այդ կինը իր հիվանդությունից գիտեր, որ ինքը այդպիսի վիճակի մեջ է, բայց մի բան է իմանալ, կռահելը, մի բան է, երբ որ իր այրեսին այդ ամեն ինչը ասում են։ Եվ այդ կինը, գիտեք ինչ արեց։ Մի քանի րոպե լուր մնաց, հետո սթափվեց, հետո հեռախոսը վերցրեց, սկսեց զանգել։ Ես հարցնում եմ, ասում եմ, ում ես զանգում, ասեց բոլոր այն մարդկանց, ումից ես բաժանված եմ, ումից ես խռովված եմ, ում հետ ես չեմ խոսում, ով ինձնից նեղացած է, ուզում եմ բոլորի հետ հաշտվել։ Այսինքն բաժանումները վերացնել։ Եվ այս բանը կարող անել միայն Աստված։ Այս բանը մենք կարող ենք անել միայն Աստծով։ Ինչքան ուզում ենք խոսենք, ասենք, փիլիսոփայենք, մտքեր առաջ բերենք, բաժանումները մեզանից չեն վերանա, մինչև մենք Աստծուն չգնանք։ Բոլորս։ Ով գնաց դեպի Աստված, իր համար բաժանում չկա այլևս։ Իր համար թշնամի չկա այլևս։ Իր համար հակառակորդ չկա այլևս։ Որտեղ Աստծո մեջ բոլորը լավ է։ Աստծո մեջ ամեն ինչ բարի է։ Արհեստական չի լինի այդ բաժանումը վերացնել։ Որտեղ Պողոս առաքյալը ասում է, ինչ միաբանություն ունի լույսը խավարի հետ։ Ինչ միաբանություն ունի Քրիստոս Բիլիարի հետ, այսինքն սատանայի հետ։ Չէ, այս արհեստական միաբանություն չի կարող լինի։ Այսինքն երկուսն էլ պիտի լինեն լույս, որ միանան իրար։ Երկուսն էլ դեպի Քրիստոս պիտի գնան, որ միանան իրար։ Չի կարող մարդը Քրիստոսին հակառակ լինի ու միանա քրիստոնյայի հետ, կամ քրիստոնյան միանա Քրիստոսին հակառակ եղողի հետ։ Եթե մենք իսկապես գիտակցում ենք, որ բաժանումը վատ բան է, մենք պիտի Աստծո հետ միավորվենք։ Ամեն մեկս։ Մենք չենք կարող մեր կողքինին ասել արի դու միավորվի։ Չէ, այդ ինքը պիտի անի։ Մենք ինքներս կարող ենք անել եւ մեզ համար բաժանումը կվերանա։ Մենք կմիանանք Աստծո հետ եւ մեկ կլինենք եւ մեր կյանքի նպատակը կիրագործվի դրանով։ Ես գիտեմ, որ բոլորիս կյանքում էլ թե մեր ազգային, ընդհանրական, հանրային կյանքում, թե մեր անձնական կյանքերում կան բաժանումներ, որոնք վատ են ազդում մեզ վրա, որոնցից մենք նեղվում ենք։ Որը մենք բոլորս կարիք ունենք Աստծո հետ միավորվելով հաղթահարել այդ մարդկային բոլոր բաժանումները։ Մեր ու Աստծո բաժանումը հաղթահարելով հաղթահարել այդ բոլոր բաժանումները։ Աստված մեզ իմաստություն տա, Սուրբ Հոգին մեզ առաջնորդի, Քրիստոսին գալով խմենք այդ աղբյուրը, որից մեր միջից պիտի կենդանի ջրի գետեր բխեն, այսինքն Սուրբ Հոգին պիտի հորդի եւ ամեն ինչ իր տեղը կընկնի։ Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը ամենքից հետ լինի։ Ամեն։